Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդման ժամն է։ Մեր հեռուստադիտողի համար առանձնացրել ենք օրվա ամենակարևոր նորհասականը, որը չի վրիպել մեր ուշադրությունից։ Իսկ ձեզ առաջարկում ենք շարունակել բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին ամենակարևորը բաց չթողնելու համար։ Մահացել է Նիկիտա Սիմոնյանը, օլիմպիական չեմպիոն ու Սպարտակի պատմության լավագույն ռմբարկուն 99 տարեկան էր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միությունից։ Նիկիտա Պավլովիչը նոյեմբերի 20-ին իրեն վատ է զգացել, նրան հոսպիտալացրել են, այսօր նա կյանքից հեռացավ։ Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում ոսկե մեդալներ է նվաճել 1956 թվականի Մելբուրնի օլիմպիական խաղերում։ Արդեն որպես մարզիչ Նիկիտա Սիմոնյանը 1973-ին Երևանի Արարատը բերեց լեգենդար չեմպիոնության։ Նրա մահվան մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 23-ի երեկոյան։ Մարզիկը հսկայական ներդրում է ունեցել խորհրդային եւ ռուսական ֆուտբոլի զարգացման գործում։ Նրա կարիերան հագեցած էր ձեռքբերումներով ինչպես որպես խաղացող, այնպես էլ որպես մարզիչ։ Ցավակցություն են հասցրել հայտնել արդեն բազմաթիվ ակումբներ, մարզիչներ եւ հայտնի մարզիկներ։ Նրա նշանակությունը ֆուտբոլի համար բառերով հնարավոր չէ նկարագրել։ Սիմոնյանը մարդ երևույթ էր, բազմաթիվ սերունդների կապի խորհրդանիշ։ Նիկիտա Սիմոնյանը իր մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել մի քանի ֆուտբոլային ակումբներում։ Կարմիր սպիտակների կազմում նա ակումբային ռեկորդ է սահմանել խփելով 160 գոլ։ Ընդհանուր առմամբ Սիմոնյանը խփել է 183 գնդակ եւ ընդգրկվել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաարդյունավետ հարձակվողների շարքում։ Բացի այդ, նա Սպարտակի կազմում 4 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ 2 անգամ նվաճել երկրի գավաթը։ Որպես մարզիչ, մարզիկը նույնպես գալի հաջողությունների է հասել։ 2 անգամ Սպարտակին բերել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչման եւ 3 անգամ դարձել ԽՍՀՄ գավաթակիր։ Բեյրութում Իսրայելի պաշտպանության բանակի հասցրած հարվածի հետևանքով սպանվել է Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյան։ Իսրայելն այս ամիսների ընթացքում առաջին անգամ հարվածել է Բեյրութին։ Ցախալում հայտարարել են, որ սպանվել է Հեզբոլլահի գլխավոր շտաբի պետը։ Սա մի քանի ամսվա ընթացքում Ցախալի առաջին հարվածն է Բեյրութին, որը հասցվել է չնայած 1 տարի առաջ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի ռեժիմին։ Իսրայելը շարունակում է պնդել, որ Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագրերը լիովին պահպանվեն։ Հարցին թե արդյոք Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին Բեյրութին նախատեսվող հարվածի մասին, պատասխանել են, որ Իսրայելը գործել է անկախ։ Reuters-ի տեղական աղբյուրներն էլ հայտնում են, որ առնվազն 4 մարդ է զոհվել, մոտ 20 մարդ վիրավոր է։ Դոկը հայտարարություն է արել։ Հարգելի հայրենակիցներ եւ ընկերներ, այս հայտարարությունը արվում է Անդրանիկ Արմանդարյանի անունից։ Անդրանիկ Արմանդարյանը եղել է, կա եւ լինելու էր սկզբունքներին ավանդավաճան։ Նրա աջակցությունը Վարդան Ղուկասյանին եւ դոկուսակցության անշահախնդիր է Ամուր եւ Անսասան։ Որքան էլ փորձեն տարբեր էջևոր մանիպուլացնել, ապա տեղեկացնել կամ ճնշել մի բան պարզ է։ Անդրանիկ Արմանդարյանին չէ կարող վախեցնել, կոտրել կամ շեղել իր ճանապարհից։ Նա պայքարի մարդ է եւ պայքարից չի հրաժարվելու։ Եթե որևէ մեկ ունի ասելիք, թող լուր տեղից չգրի։ Սպասեք դատական նիստերի ավարտին։ Անդրանիկ Արմանդարյանը պատրաստ է բոլորի աչքերին ուղիղ նայելով կրկնել իր խոսքը, նույն ուժով, նույն վստահությամբ, առանց մեկ քայլ հետ քաշվելու։ Ազատություն Վարդան Ղուկասյանին։ Լայնամասշտաբ հրդեհներ են բռնկվել Ճամբարակի տարածաշրջանում։ Հրդեհը տարածվել է Թթուչուր գյուղի հարակից դաշտերում ու լեռներում հասնելով մինչև Տավուշի մարզի սահմանային գոտի։ Նշենք, որ հրդեհի մասին տեղեկատվությունը Փրկարջ ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվելուց հետո հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել ամբողջ գիշեր։ 253 Փրկարար ծառայող, 34 օժանդակ եւ 4 հիմնական տեխնիկա է կիրառվել, օգտագործվել են նաեւ անօդաչու թռչող սարքեր։ Հրդեհաշիջման աշխատանքները օպերատիվ ղեկավարելու նպատակով տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։ Հրշեջներին, կամավորներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի Տավուշի մարզ, չնայած այդ ամենին այդ մարզում նույնպես հրշեջները հերթապահություն են իրականացնում։ Կյանքից հեռացել է Երևանում Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ Կրիշտիանո Ռոնալդոյի հետ հանդիպած փոքրիկ արեգը։ Հայտնել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Երեխան քաղցկեղ ուներ։ 8 տարուց ավելի միասին անցանք այս ճանապարհը, ու նաև դու ինձ սովորեցրիր ոնց պիտի սիրել կյանքը, անգամ երբ ամեն ինչ շատ դժվար է։ Դու իմ ճանաչած ամենապայծառ ու իմաստուն հրաշքներից էիր։ Երջանիկ եմ, որ հասցրինք երազանքներդ իրականություն դարձնել։ Հասանք անգամ Ռոնալդոյին։ Մենակ Չեքչանին չհասցրինք հանդիպել, եղբայր, կներես ինձ դրա համար։ Հիմա արդեն կարող ես ապրել տիեզերքում, իմ փոքրիկ եղբայր, դու գտար քո խաղաղությունը, դու հաղթեցիր կյանքում, քանի որ ապրեցիր լիարժեք երջանիկ։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին օրվա ամենակարևորը եւ բացառիկը բաց չթողնելու համար։